Բարև ձեզ։ Օրերս Մայրաթորի Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, աշխարհիկ անդամներ նաև հրավիրվել էին քննչական կոմիտե մասնակցելու քննչական գործողությունների։ Մենք այսօր կբացահայտենք ինչն էր պատճառը, ինչու էին հրավիրվել, իսկ մինչ այդ հիշեցնենք, որ իշխանություններն անընդհատ պնդում են, որ նմանատիպ գործողություններն ուղղված չեն եկեղեցու դեմ, այլ ուղղված են անձերի դեմ, որոնք հնարավոր է օրենք են խախտել։ Այսօր մեր հյուրը Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Դանիելյան, գործողությունների շղթան, որ տեղի է ունենում վերջին ամիսներին ավելի ինտենսիվ, իսկ իրականում կարելի է նույնիսկ ասել տարիներ շարունակ, շատ հաճախ լուսաբանվում է որպես ոչ թե հակաեկեղեցական արշավ, այլ գործողություններ ենթադրյալ օրենքը խախտողների նկատմամբ, որոնք այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների բերումով պիտի բացահայտվեն եւ պատիժ կրեն։ Ձեր կարծիքով որքանով է դա այդպես։ Գիտեք, նույնիսկ կարծիք հայտնելու հարմար պահ չի, մենք պետք է փաստերով խոսենք։ Կարծիքները կարող են տարբեր լինել։ Եթե դեմ չեք, մեր այս հարցի հետ կապված պատասխանը կառուցենք այլ ալգորիթմներով։ Բերենք փաստերը, եզրակացությունները թողում ենք արդեն մեզ լսողներին, մեզ տեսնողներին։ Խնդիրը տեսեք ինչումն է։ Ի սկզբանե եթե մենք վերլուծենք բոլոր իրադարձությունները եւ օրենսդրական երևի դրան քիչ հետո անդրադառնանք, այդում նաեւ այն իրադարձությունները, որոնք իբրև թե դիտարկվեցին փաստեր քրեական վարույթ նախաձեռնելու համար, միգուցե տեղ մնա ասելու, որ դե առանձին դեպքերում սրանք ուղղված են կոնկրետ հանցավոր արարքներ տրված իրավախախտերի նկատմամբ, անձանց նկատմամբ, հոգևոր ծառայության մեջ գտնվող կամ որևէ կերպ եկեղեցական մարմիններում ներգրաված եւ այլն։ Բայց ինչպես ճիշտ նկատեցիք, դա վաղուց արդեն խմորվում էին այդ իրադարձությունները եւ բացարձակապես որևէ եկեղեցականի մասին խոսք չկար։ Այսինքն ի սկզբանե երբ որ գրավել էին վեհարանը եւ երկար ձևական ժամանակ չէր ազատվում, որևէ մեկը չէր էլ միջամտում, իշխանության մարմինները սեպես դա իրենց պարտականությունն էր։ Պարզապես խնդիր էր դրվում, որ իրենք իբրև թե պետք է թելադրեն իրենց կամքը նոր կառավարման համակարգ եւ այլն։ Դա կարծես թե ոնց որ թե փորձություն էր, որի միջով մենք անցանք։ Բոլոր դեպքերում ոչ այդպես ազդեցիկ փորձություն, բայց ոչ նաեւ անընդունելի փորձություն։ Եթե մենք խոսում ենք 2018 թվականի մասին։ Բացարձակապես արձագանք չեղավ այդ ակնհայտ հակառույնական գործողություններին եւ միակ արձագանքը դու գիտեք այն էր, որ այդ անձանցից մի քանիսը պարզապես ստացան պաշտոններ։ Ինչը մի քիչ միգուցե տրամաբանական չի, բայց երբ այս երևույթները իրենց ամբողջության մեջ են դիտարկում, կարծես թե մենք տեսնում ենք այդ նաև տրամաբանությունում։ Հետագայում ընդունվեցին մի քանի օրենքներ, դեռ մենք վերջի շրջանի նախագծերը հանգիստ թողնենք, որոնք դարձյալ որևէ եկեղեցական հետ անմիջական կապ չկային, աղերսներ չունեին ընդհանրապես։ Միակ օրենսդրական ակտը, որ ես կարող եմ նշել, թերևս 18 թվականի նոյեմբերի 16-ի օրենքի մերժումներ, նախագծի մերժումներ, երբ հիշում եք, որ պետական պահպանության խնդիր էր դրված վեհապարի առնչությամբ, եւ քանի որ արդեն կարգը փոխվել էր, այսինքն օրենքով կար այն անձնաշրջանակը, որոնց հասնում էր պետական պահպանություն, որոնցում չկար վեհապարտերը, հայոց կաթողիկոսը։ Ըստ այդմ էլ մի շարք падգամավորներ գտան, որ դա պետք է նախատեսվի օրենքով եւ վերեցին փոփոխության նախագիծ։ Իհարկե դա կարող էր անել մինչեւ այդ անում էր հանրապետության նախագահ իր հրամանագրով, այս քանի որ հանրապետության նախագահը արդեն չուներ այդ կարգավիճակը եւ այդ լիազորությունները փոխանցվել էին վարչապետին, մտավախություն կար, որ վարչապետը նման որոշում չի կայացնի, ինչը եւ եղավ, չկայացրեց այդպիսի որոշում, որով կարող էր որոշման հիման վրա ապահովել, իրաշխավորվել պետական պահպանություն։ Այսինքն ամենայն հայոց հայրապետին պետական պահպանության ծառայության հնարավորություն չտրվեց։ Կարող էր լինել օրենքով կամ օրենքից դուրս վարչապետը ինքը իր որոշմամբ անհատական որոշումներով կարող է նաև լրացուցիչ օրենքից դուրս ինքը ուներ այդ ունի հիմա էլ ունի լիազորությունը, բայց падգամավորների մի մաս ունենալով մտավախություն, որ թողնել վարչապետի հայցողությունը այնքան էլ հիմնավորված չի, փորձում էին դա անել օրենքով։ Օրենքը չընդունվեց, ես միգուցե հիշեցնեմ ձեզ, թե ինչ պատճառաբանությամբ, թե
ինչը հայոց կաթողիկոսը մտավախություն ունի, որևէ խնդիր ունի իր ժողովրդից զգուշանալու, վախենալու։ Նու բոլորս էլ հասկանալի է, որ խնդիրը դա չի, եւ այսօրվա իրադարձությունները անգամ ակնեցույց են տալիս, որ ժողովրդից վախենալու ոչինչ չունի, վեհապարտերը ընդհակառակը ժողովրդի իր կողքին է եւ սատարում է անվերապահորեն։ Բայց խնդիրը մի փոքր այլ էր, որ երբ ասում ենք պետական պահպանություն, մենք նկատի ունենք սադրիչների, նկատի ունենք արտաքին ուժերի հնարավոր միջամտություններին, ինչը եւ արվում է բոլոր, եթե չասեմ բոլոր, համենայնիվս պատասխանատու դիր գրավող պաշտոնյաների պարագայում։ Եթե նույն տրամաբանությամբ պետք է մենք դատողություններ անենք, ապա որևէ մեկին պիտի պետք չգա այդ ծառայությունը։ Ժողովրդից վախենալու ոչինչ չկա։ Դա արդեն անլուրջ փաստարկ էր, բայց դա հնչեց եւ այդ փաստարկը կարծես թե ունեցավ հետևանք։ Սա միակ օրենքն էր, այսինքն սրանով սկսվեց, սրանով ավարտվեց։ Մնացած բոլոր օրենքները որևէ կապ չունեն թե վեհապարտ տիրոջը, թե ընդհանրապես որևէ եկեղեցականի հետ։ Դրանք ակնհայտ հակաեկեղեցական օրենքներ էին։ Եվ եթե մենք հիմա պետք է քննարկենք նաև քրեական գործի շրջանակներում, դուք զուգահեռներ կտեսնեք։ Զուգահեռներ, որոնք ցավոք մտահոգիչ են։ Այսինքն ստացվում է, որ մենք եւ քրեական գործերով եւ օրենսդրական նախաձեռնություններով նույն ուղղությամբ ենք գնում։ Այսինքն փաստեր ենք բերում ի հայտ, որտեղ ակնհայտ երևում է, որ այստեղ կոնկրետ անձի խնդիր չկա, կա հակաեկեղեցական ուղղվածություն։ Ձեզ ինչու էին հրավիրել քննչական կոմիտե։ Բացատրեմ։ Եթե տեղյակ եք, մինչ այդ հրավիրել էին եկեղեցական անդամներին, գերագույն հոգևորների, որոնց մեղադրանք էր առաջադրվել եւ խափանման միջոցներ կիրառվել, իրենք չէին կարող բացակայել Հայաստանի Հանրապետությունից։ Եվ դրա արդյունքում նույն որոշման հետ կապված արգելանքը ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ նույնպես չբացակայելու երկրից։ Դա գերագույն հոգևոր խորհրդի մի որոշում էր, որի դետալերին մենք չանդրադառնանք։ Այսինքն եղավ այն, որ եկեղեցականները եւ բնականաբար վեհապարտերը զրկվեցին արտագնանիստից, որը պետք է տեղի ունենար, գիտեք, Ավստրիայում, եւ տարբեր մեկնաբանություններ բերվեց, եթե նկատել եք, բոլորս ենք դա նկատել, որ եւ իրավապահ մարմինները եւ իշխանության մարմինները բոլոր ճյուղերը գործում են կարծես թե շատ սինխրոն։ Այսինքն մեկ իր գործն է անում քրեական վարույթ նախաձեռնելու, մյուսները փորձում են հիմնավորել, որ դա ճիշտ է, դրանով մենք կանխել ենք իբրև թե մայրաթորի արտահանումը, դուրսանումը, դրանով կանխել ենք այս դեպքում իհարկե արտագնանիստը, բայց մեծ հաշվով նաև կանխել ենք մայրաթորի դուրսբերումը։ Չգիտեմ, միգուցե կան մարդիկ, որ հավատում են նման, ես նույնիսկ չեմ էլ քննարկում դրանց, չեմ էլ անդրադառնում, որովհետև յուրաքանչյուր ողջամիտ մարդ հասկանում է, որ ասենք որևէ իրականության հետ որևէ աղետ չունեն։ Եվ նման խնդիր չի, ոչ թե չի դրվել, չի էլ կարող դրվել։ Խելամտորեն, ողջամտորեն այս վարկածները ընդհանրապես գոյություն չունեն, սրանք վարկածները, որոնք նախատեսված են ընդհանրապես ընդունենք եկեղեցուն վարկաբեկելու համար։ Բայց փաստն այն է, որ այդ օրերի զուգադիպությունը քրեական վարույթ նախաձեռնելու եւ խափանման միջոց կիրառել հանգեցրեց նրան, որ այս մարդիկ չկարողացան եկեղեցականները մասնակցել եկեղեցական եպիսկոպոսաց ներկայացուցիչ ժողովին, քվորում չեղավ եւ ժողովը փոխարինվեց հավաքով։ Եթե նպատակ ուղղակի եպիսկոպոսաց ժողովի ցախողումներ ու հարցը առաջանում ում դեմ էր ուղղված։ Եկեղեցական մարմին, բարձրագույն մարմիններից մեկը խորհրդատվական, որը ընդհանրապես պետք է քննարկեր դավանաբանական հարցեր եւ դիրքորոշումներ հայտներ, դա տեղի չունեցավ, բայց տեղի ունեցավ հայտարարություն եղած եկեղեցականները հավաքի շրջանակներում։ Դրանից հետո տեսեք, աշխարհիկ անդամները որևէ կերպ կարծես թե չէին ներգրավում այս քրեական գործի մեջ մի տևական ժամանակ։ Եւ երբ արդեն գերագույն հոգևոր խորհրդի նիստերն էին, մենք երկու օր նիստեր արեցինք, բայց երրորդ օրը շատ կարճ նիստ պետք է լիներ, պետք է նաև անդրադառնայինք այն հակաեկեղեցական ելույթներին, որոնք գիտեք հնչեցին Ստրասբուրգում։ Ես չեմ ուզում անմիջապես դրա հետ փոխկապակցել, բայց նույնիսկ կրկնում եմ փաստերը։ Երբ մենք առավոտյան արդեն 10-ից մոտավորապես 10-15 տարբեր ժամերի, գիտեք, մի քանի րոպե շուտ գալիս ենք մայրաթոր, որպեսզի պատրաստվենք նիստին, անմիջապես զանգեր այս անգամ արդեն բոլոր աշխարհիկ անդամներին, որ դուք շատ հրատապ քննչական գործողություն է անհետաձգելի ժամը 11-ին, որ ներկայանաք քննչական կոմիտե։ Ընդ որում կոնկրետ ես անմիջապես հայտարարեցի, որ չեմ պատրաստվում որպես վկա ցուցմունք տալ, թեպետ ընկալումն այնպեսին էր, երևի թե որ դե եթե մենք փոխել ենք կարգավիճակը, նույն պատկերացրեք մարմնի, նույն մարմնի անդամները, որոնք ունեն նույն կարգավիճակը, մի մասին մեղադրանք է առաջադրվել, մի մասը որպես վկա է ներգրավել,
Հավանաբար հույս ունենալով, որ եթե որպես վկային ստիպած կլինե պարտադիր ցուցմունք տալ, ես ուղղակի ասացի, որ չեմ պատրաստվում, սա դրական իմ իրավունքն է։ Եվ քանի որ ընդհանուր առմամբ քրեական գործի էությունը դուք արդեն համարժեք պատկերացնում եք, հասկանում եք, որ դա ընդհանրապես այն նույն է հակաեղեցական արշավի բաղադրիչ է, իմաստ չունի գնալ բացատրություններ տալ, հետո լռել, ասել, քանի որ քննչական գործողության մասին միջդատական վարույթի գաղտնիք է, դրա մասին չխոսենք։ Դա չենք խոսում, չենք էլ ցուցում տալիս։ Այդպես էլ եղավ, այնուամենայնիվ վեհապարտերը գտավ, որ ոչինչ, մենք նիստը կհետաձգենք, չեղավ, նիստ տեղի չունեցավ, այսքան կարծես թե զուգադիպես միայն նրան արդյունքը եղավ այն, որ եպիսկոպոսատ ժողովը տեղի չունեցավ արտագնա, այստեղ էլ մայրաթորում տեղի չունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի նիստը։ Այդ օրվա շատ կարճ մի 5-10 րոպե ներկայացա, բացատրեցի, որ բնականաբար Սամուդրության 65-րդ հոդվածով ես պարտավոր չեմ իմ դեմ ցուցմունք տալու, իսկ դա նշանակում է իմ դեմ ցուցմունք, որովհետև ըստեյության խոսքը նույն արարքի մասին է, որտեղ որի համար դուք եկեղեցականներին արդեն ես մեղադրանք եք առաջադրել, ամեն ինչ հասկանալ էր, պարզ էր եւ ավարտվեց դրանով։ Հաջորդ օրը, որ մենք արդեն դարձյալ մինիստ ունենք, չէ՞, մենք դե ավարտեինք։ Հաջորդ օրը արդեն իմացանք, որ նույն ժամին նույն եղանակով արդեն հրավիրվում են քննչական կոմիտե եկեղեցականները։ Բնականաբար կրկնակի, որտեղ իրենք արդեն մեկ անգամ գնացել էին եւ հրաժարվել էին։ Հերոստատողները հիշեցնենք կամ տեղեկացնենք, որ Գերագույն հոգևոր խորհրդի կազմում ընդգրկված են եւ բարձրաստիճան հոգևորականներ եւ աշխարհիկ անձինք։ 1/3-ը աշխարհիկ են, աշխարհիկները թվականակը փոքր է։ Այս դեպքում արդեն որոշվեց, որ այնուամենայնիվ արդեն պարզ էր հասկանալ էր, եթե մենք առաջ օրը դրա մասին խոսում էինք եւ արտահայտվում էինք եւ նաեւ ցուցմունք տալուց հայտարարեցինք, թե ձեր նպատակը որն է, ապա երկրորդ օրվա այդ իրադարձությունները արդեն համոզիչ դարձրեցին ավելի քան յուրաքանչյուրի համար, որ ընդամենը նիստը ձախողելու, տապալելու խնդիր է, ուրիշ որևէ այլ բան չկար։ Բայց այս անգամ արդեն պատասխանատվություն ենթադրվում է նման գործողությունների համար։ Դրա մասին խոսելը հիմա ուղղակի իմաստազուրկ է։ Տեսականորեն, ոչ էլ տեսականորեն։ Հիմա այն մի իրավիճակում ենք, որ դրա մասին եթե մենք զրուցենք, ուղղակի, չգիտեմ, մեզ ինչի տեղ կդնեն։ Լռենք, դրա մասին չխոսենք։ Եվ որոշվեց, որ այնուամենայնիվ նիստը շարունակում ենք, այս անգամ արդեն, եւ նիստը շարունակվեց, ավարտեցին, բոլորն էլ գնացին, բոլորն էլ այդ դարձյալ շատ կարճ ժամանակում ներկայացան, բնականաբար հրաժարվեցին, բայց տեսեք, խնդիրը դա չի, այդ բոլորը մենք ցավով ենք ընդունում երևույթը ինքը, բայց ինքը երբ որ երևույթին համակարգված ենք նայում, մենք տեսնում ենք, որ եկեղեցականների մի մեծ հատված այս կամ այն կերպ ներգրաված է քրեական գործերում, կամ եկեղեցականները, կամ եկեղեցական մարմիններում ներգրաված աշխարհիկ անդամները, տարբեր կարգավիճակներով։ Դա 1-2 տասնյակի մասին չի խոսքը։ Մեծաթիվ հոգևորականներ, այստեղ արդեն անձի դեմ ուղղված լինելու մասին չի խոսք, արդեն համակարգված, կարծես թե եկեղեցին թիրախավորվել է։ Եվ եթե դուք պարզապես հայտարարում եք, որ ընդունենք վեհապարտիրոջ տնօրինություններին, չեք ենթարկվում, Գերագույն հոգևոր խորհրդի որոշումներն եք շրջանցում եւ այլն, եթե նման հայտարարությամբ եք հանդես գալիս, դուք արդեն ձեռք եք բերում ընդհակառակը պահպանություն։ Ոստիկաններն են պահպանում, այլև գիտեք, իշխանական այլ մարմիններ են փորձում երաշխավորել ձեր ապօրինի գործունեությունը ըստեյության եւ այլն, այսինքն ստացվում է, որ ոչ թե եկեղեցու ներսում կան հակասություններ, հակադրություններ, այլ դրանք ներմուծվում են դրսից։ Բայց իբրև թե հրանցվում է, որ կան հակասություններ, բայց մենք ընդհանրապես փորձում ենք աջակցել։ Գիտեք, այդ բարենորոգման ծրագիր, այսպես կոչված նկատի ունեք։ Բայց երբեմն որոշ փակագծեր բացեմ, ես ի տարբերություն ձեզ մի քիչ լավատես չեմ, որ շատ փակագծեր բացեմ, բայց որոշ փակագծեր կուզենամ բացել ցույց տալու համար, որ իրականում այնքան ձյուրին է լինելու վաղը չեմ իսօր երբ պահ հարմար լինի, պատել լինի, ապացել, որ իրականում չկա ներեկեղեցական հակասություն, որ դրանք պարտադրված են, ներմուծված են դրսից, որ անգամ երբ սրբազաններից մեկը դիմում գրեց բանավոր եւ գրավոր հայտարարեց, չէ՞ դրա մասին, որ ինքը դուրս է գալիս կոնկրետ հոգեոր առաջնորդի պաշտոնից հանգստի է կոչվում, հետարքիր արտահայտություն եղավ հաջորդ օրը, որ ինքը սատարում է վարչապետին։ Թվում է թե ինչ կա դրա մեջ առանձնակի բան, առանձնակի հենց այն է, որ ինքն ընդունում է, որ ոչ թե իրեն են սատարում, ոչ թե իր նախաձեռնությանն են սատարում, այլ ինքը սատարում է իշխանության մարմնի նախաձեռնությանը։ Սա միգուցե ասողը կամ չգիտեմ արտահայտվող այդ նրբությունների մեջ չեն մտել, բայց մեզ դրանք հետաքրքրում են։ Այսինքն եթե մենք իսկապես վաղը չեմ իսօր
միեդում այլ դրանք քննարկվելու են, այս բոլորը դառնալու են իրավական արժեք ունեցող։ Նպատակը միգուցե չխոսենք դրա մասին, նպատակը մի քիչ ավելի ակնհայտ բաներ են, փաստերը սրանք են։ Ճիշտ հակառակը հենց նպատակն է ավելի հետաքրքիր ու կարևոր, որովհետև այդ նպատակից է բխում գործողությունը։ Եթե մենք համարում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը անձնական անհանդուրժողություն ունի ամենայն հայոց կաթողիկոսի անձի դեմ, միևնույն է դա նրան իհարկե իրավունք չի տալիս անել գործողություններ, որ անում է, բայց մարդկանց համար դա անկալելի է գոնե հոգեբանական տեսակետից։ Իսկ երբ խոսում ենք հակաեկեղեցական ինստիտուցիոնալ հարվածի մասին, այդ դեպքում նպատակը անհասկանալի է։ Այդ դեպքում մի փոքր առաջ գնանք, հասկանանք շարժառիթը, ինչպես է ներկայացվում շարժառիթը։ Իրենք ասում են, տեսեք, եկեղեցին, հանձինս հենց վեհապարտիրոջ, իր նախաձեռնությամբ եւ որևէ փաստ չկա, ուղղակի հայտարարություններ։ Ներգրաված է քաղաքականության մեջ։ Բա եթե մենք այս քայլերն անում ենք, տեսեք ինչպես է արդարացում այսօրվա քայլերը։ Եթե մենք սա ենք անում, նա ենք անում, բա իրենք չէին մտածում, որ չպետք է զբաղվել քաղաքականությամբ։ Հետաքրքիր հարցադրում են։ Նախ իսկապես ես կուզենայի, որ մեզ լսողները, ունկնդիրները իրենց հարց տային։ Իսկ քաղաքականությամբ զբաղվելու արգելք կա, որովհետև համրագրված եկեղեցու համար բացարձակապես չկա։ Որևէ արգելք չկա։ Էս մի հարց։ Երկրորդը, քաղաքականությամբ զբաղվելու տակ ինչ ենք հասկանում։ Ինչ է նշանակում քաղաքական զսպվածություն։ Դա ավելի կարևոր է, որովհետեւ հասկանանք արգելք կա թե չկա։ Ոչ միայն արգելք չկա, այլև որևէ իրավական ակտով չի տրված բնորոշումը։ Դա թողնված է հայցողական մեկնաբանություններին։ Դուք պատկերացնում եք, մենք անգամ դատավորներին ենք ենթարկում կարգապահական պատասխանատվության, ու դրանց լիազորություններն են դատարեցում քաղաքական զսպվածության արգելքը շրջանցելու համար, ինչ բանի քաղաքական զսպվածություն չկա բնորոշում։ Այսպեսի անորոշ եւ դա սահմանադրության կոպիտ խախտում է, որտեղ սահմանադրությունը առաջին հերթին պահանջում է, ակնկալում է, որ լինի որոշակիություն։ Ասկեն եթե դուք մարդկանց վարքագիծը փորձում եք կարգավորել, պետք է որոշակի դա անեք։ Ոչ թե ուղղակի ինչ որ արգելքներ հնչեցնեք, ասեք որ կա այսպիսի արգելք, ինչ է նշանակում, դա մենք կմեկնաբանենք, ինչպես կուզենանք, ինչպես կհասկանանք, կմեկնաբանենք եւ մեկ այլ հարցում եւս, հարցադրում եւս։ Լավ ընդունենք պայմանականորեն, որ քաղաքական զսպվածությունը շատ հստակ ամրագրված է, կա նաեւ պայմանականորեն, կարգանում սա հատկապես ընդգծենք, որ եկեղեցին իբրև թե ներգրաված եղել քաղաքականության մեջ, դուք ինչ է պատժում եք եկեղեցուն դրա համար, դուք դրա իրավասություն ունեք, եկեղեցին եթե սխալվել է, կոնկրետ եկեղեցականը սխալվել է, դուք բազում քրեական գործեր եք հարուցել։ Եվ այսօր դուք խոստովանում եք, որ այդ քրեական գործերը բավարար չեն, ձեզ պետք են հակաեկեղեցական քայլեր։ Եվ հիմիկվա մասին չի խոսքը, մենք ինչից սկսեցինք։ Դեռ 18 թվականի ինչ որ օրենքներից, չէ, բայց շարունակենք։ Հայ եկեղեցու պատմություն օրենքում նախատեսված չէր, իհարկե հստակ նախատեսված էր, չէ, որովհետև Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյան Ծառայական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքը պարտավորեցնում է, որ այդ առարկան լինի, օրենքը չի փոխվել, օրենքը կա։ Բայց մենք այդ առարկան հանեցինք ենթահորիզոնական ակտերով։ Իհարկե եկեղեցին առանձնակի դա չփորձեց, ինչպես դեպ գիտեք, սուր քննարկման թեմա դարձնել, արտահայտվեցին, քննադատեցին, պարզաբանեցին, բացատրեցին, որևէ արձագանք չեղավ ցավոք։ Ուղղակի մի փոքր արձագանք դրա մասին, թե ոչինչ, մենք այդ առարկան կներգրավենք հայոց պատմության ընդհանուր դասընթացի մեջ։ Ինչպես ներգրավեցին, ինչ աղավաղումներով, ինչ շեղումներով, արդեն բոլորս գիտենք, բաց այդ անգամ շեղումներով։ Կամ ասենք վերցնենք տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքը, դա որևէ եկեղեցականին է վերաբերում։ Ասենք եթե դու գտնում եք, որ Սուրբ Ծննդյան տոները կամ ասենք Մեռելոց հիշատակի օրը ամսի 7-ը, հունվարի 7-ը հանում եք, դա ինչ որ կոնկրետ եկեղեցականի դեմ է, քննարկումները վերցրեք նայեք, դա հենց հակաեկեղեցական էր։ Եվ ընդ որում նման օրենսդրական ակտ տարածաշրջանում, ոչ միայն տարածաշրջանում, բոլոր քաղաքակիրթ երկրներում ընդունվել է միայն Հայաստանում։ Հարևան Վրաստանում այդպիսի բան չկա։ Եվ երբ բերվում էր հակափաստարկ, թե դրանք ախր կրոնական տոնական օրեր են, ինչի է քանում, ասում ենք, մենք չենք ուզում, որ արձակուրդները շատ լինեն։ Հերիք չի, որ օրենսդրական փոփոխություն է կատարում։ Կրոնական տոնը հրամցվում էր իբրև թե արձակուրդային օր, այսինքն ոչ այսպես հանգստի օր, աշկան աշխատանքի օր եւ կան հանգստի օրեր։ Տոն է, տոն չի դա արդեն անգամ թեմա չէր դառնում։ Եվ ես մի շատ այլ օրենսդրական ակտեր կարող եմ թվարկել, ուղղակի խնայենք ժամանակը եւ ասենք, որ այս վերջի շրջանի օրենսդրական ակտերը, որոնցից մեկը ընդունվեց մարտի 4-ին, հա, 37-րդ հոդվածում
Փոփոխություն կատարվեց պատմության եւ մշակույթի հուշարձանների պատմական միջավայրի մասին, պահպանության օգտագործման մասին օրենքի 37 հոդվածում, սա արդեն ակնհայտ է, որ արվեց մի բան, որը նույնիսկ հասկանալի չէ, այսինքն եթե դուք օրենք եք ընդունում, ենթադրում է, որ ուզում եք ձգտում եք որոշակի հասարակական հարաբերություն կարգավորել։ Այս օրենքը որևէ բան չի կարգավորում։ Հերոստատիտողներին հիշեցնենք ինչ է դա, երևի շատերը հիմնականում կհիշեն օրենսդրական նախաձեռնության հեղինակ պատգամավորուհու արտահայտությունը եկեղեցին պետք է մնա եկեղեցու մոտ, որպես հիմնավորում, դա նշանակում էր, որ այդ օրենքի նախագծով, որը ընդունվեց փաստորեն, նշանակում է, որ պատմության եւ մշակույթի հուշարձանները որևէ երրորդ անձի կարող են օտարվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ։ Որպեսզի նպատակային նշանակությունը իբրև թե հանկարծ այն է, որ հանկարծ այսինքն ռիսկ կա, որ մեր քանի որ հիմնական հուշարձանները եկեղեցիներ են եւ քանի որ հիմնական եկեղեցիները պատկանում են Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, ստացվում է, տպավորություն է ստեղծվում, որ ռիսկ կա, որ կարող է Մայրաթորը եկեղեցին օտարել այլ նպատակով, այսինքն եկեղեցու տարածք կամ շինություն, օրինակ, վաճառվի, որը դառնա ժամանցի ցանկացած նպատակով ոչ, բայց մշակութային արժեք։ Հիմա տեսեք, մենք վերադառնում ենք նպատակին։ Որ այդպիսի նախադեպ կա, որ այդպիսի անհանգստություն է առաջացրել օրենսդրական նախաձեռնության հեղինակների մեջ։ Խոսենք դրա մասին։ Այդպիսի նախադեպ։ Դե բոլորը գիտեն, որ ոչ, ինչ եք այդ հարցը տալիս։ Բոլորը գիտեն, որ գոնե մեկ նախադեպ չկա։ Ինչ որ մի բան կա, որի մասին մենք տեղյակ չենք եւ տեղյակ են ազգային ժողովի պատգամավորները։ Իրենք էլ հայտարարեցին, որ նման դեպք չկա։ Եթե իրենք տեղյակ լինեն, կհայտարարեին։ Այստեղ նպատակն ենք ուզում նպատակին մոտենանք, չէ՞, որտեղ հարցը ի սկզբանե դրվեց թե ինչ նպատակին հետապնդում։ Հիմա նպատակը ոնց որ թե չեն կարողանում ձևակերպել եւ ասում են, քանի որ եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրաված, մենք փորձում ենք դա իբրև թե կանխել, բայց դուք հենց ներգրավում եք եկեղեցուն քաղաքականության մեջ արդյունքում։ Այսինքն եթե ներգրաված չէր, համազգային ինչ որ շահերի հետ կապված ինչի լիազորություն ուներ, հարցեր էր բարձրացնում, դուք հիմա պատե անպատե օգտագործում եք, որ եկեղեցին պատերազմի կուսակցությունը եկեղեցին ներգրաված է, բայց դուք արդեն ներգրավում եք, որովհետև դուք եկեղեցականներին բերում եք իշխանական կառույցներ եւ ասում եք մենք համատեղ կաշխատենք, բարենորոգում կիրականացնենք եւ ակնհայտ է, չէ, որ կլինեն եկեղեցականներ, որոնք ես հիմա դրա մեջ չանդրադառնամ, որոնք ինչ-ինչ միգուցե շարժարիների ձենելով կարող են եւ մի պա ձեր հետ համագործակցել։ Այդ նպատակը լինելու է քաղաքական։ Ճիշտ կամ սխալ, իհարկե ականայց սխալ նպատակ եւ ականայց անհերատես նպատակ։ Բայց նույնը քաղաքական ուժի հետ է աշխատանքը, հետեւաբար քաղաքական գործունեություն։ Մենք անում ենք մի բան, որ իբրև թե դա լուծենք, բայց դրա լուծման հակառակ գործողություններ ենք անում եւ չեմ կարծում թե կա մեկը, որ սա չի հասկանում, բայց վերադառնանք հիմա տեսեք, դուք ասում եք, որ երբ որ ներկայացվում էր օրինագիծը, պատգամավորները ելույթ էին ունենում եկեղեցու հետ կապված։ Օրինագիծը եկեղեցուն չի էլ վերաբերում։ Բայց այս այն օրինագծերը առաջին հայացքից պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին։ Ուրեմն դա վերաբերում է եւ եկեղեցուն, դա վերաբերում է եւ եկեղեցուն եւ բոլոր այն կառույցներին, որոնք ունեն պաշտամունքային կառույցներ։ Բայց եթե նկատեցիք, դուք եք, չէ՞, ոնց որ այդ խոսույթի կարծես թե օրակարգում հայտնվել։ Ձեր մոտ տպավորությունն է, որ դա միայն եկեղեցուն էր վերաբերում։ Այո, դա հենց միայն եկեղեցու։ Դե ուղիղ տեքստով ասած պատգամավորը։ Օրենքը դրան կրկնում, օրենքը բոլորովին այլ է։ Ուղղակի սա մի լավ առիթ է, որ բարձրագույն ամբիոնը կարողանանք օգտագործել եկեղեցական արշավի դեմ։ Էլ ուրիշ ինչ լավ առիթ տպավորություն ստեղծ վարկաբեկել եկեղեցուն, որ իբր այդպեսի։ Իսկ ինչ են մենք նորենք այդ քայլերը տեսնում։ Ուղղակի սա լավ առիթ էր, կրկնում եմ, քիչ առաջ ես ասում եմ, որ այդ օրենքը որևէ առնչություն չունի, որևէ խնդիր չի լուծում։ Մենք կարող ենք այդ օրենք եք ներկայացնում, դի փորձեք հիմնավորել։ Հիմա եթե հիմնավորումը չի ստացվում, կա երկրորդ տարբերակը։ Ասել որ եկեղեցին, չգիտեմ ոնց որ դուք եք ասում, կա մտավախություն եղել է մի գոնե ինչ որ մի դեպք, երբ ընդունենք պաշտամունքային նշանակություն ունեցող կառույցների նպատակով օգտագործվել։ Գիտեք խնդիրը ինչու՞ն է։ Ցավոք եվրոպական երկրներում դա շատ տարածված է։ Կաթոլիկ եկեղեցիները այսօր աստիճանաբար վաճառվում են, վարձով են տրվում, որպես դիսկոտեկաներ են օգտագործում, առևտրի կետեր են օգտագործվում։ Իրենք միգուցե այդ խնդիրը ունեն։ Հայաստանում այդ խնդիրը չկա։ Առավել եւս հիմա անդրադառնանք այդ խնդրին, որ դուք դա արեցիք, քննադատեցիք եկեղեցուն, առիթ շատ հարմար առիթ օգտագործել, ինչ հարց եք լուծում։ Դուք այսօր վարկելեցիք, որ եկեղեցին չկարողանա օտարել, երբեք չի օտարել, ոչ էլ պատրաստ է օտարել մեկ։ Երկրորդը,
Եթե եկեղեցին եւ ոչ միայն եկեղեցին, ցանկացած այլ, ասենք կառույց, ես չեմ ուզում որևէ կրոնական այլ կազմակերպության անունը տալ, որտեղ հասկանալ, որ սա իրենց էլ է վերաբերում, բայց իրենց պարզապես չեն կանանք ստացնում որևէ հարթությամբ։ Եթե իրենք ուզենան իրենց պատկանող պատմամշակութային արժեք ներկայացնող պաշտամունքային կառույցը այլ նպատակով օգտագործել, դրա համար պետք է օտարել, ոչ իրենք կարող են օգտագործել։ Օրենքը չի արգելում, այսինքն ոչ թե օտարելուց հետո է նպատակը փոխվում, միշտ էլ կարող եք փոխել։ Բայց երրորդ ամենակարևոր հարցը նույն 38-րդ հոդված այդ օրենքի ամրագրում է, որ եթե դուք ուզում եք փոխել նպատակը, պետք է դիմեք կառավարություն։ Հասկանու՞մ եք ինչի մասն է խոսքը։ Այսպես թե այնպես կառավարության համաձայնությունը։ Այսպես մենք պետք է դիմենք կառավարություն նշանակությունը փոխելու համար։ Փոխության իմաստը ո՞րն է։ Կվաճառեք, դա եմ ասում, որ այդ իմաստը նա էլ որ մենք ունենանք հարթակ, ինչպես դուք եք ասում, հակաեկեղեցական արշավ արկել իրականացնելու համար։ Տպավորություն, որ օրենք ենք ընդունում, համիգուցե դուք համարում եք այս օրենքը ոչ այդքան արդիական եւ այլն, բայց դե մենք ունենք արդիականություն ենք տեսնում, բայց որևէ հարց չեք կարգավորում, ախր սա է կարևորը։ Որտեւ եթե ձեր մտավախությունը, նպատական նշանակությունը փոխելն է, 38 հոդվածը արդեն արգելում է, առանց կառավարության համաձայնության դուք դա չեք կարող անել։ Ընդ որում կառավարությունը չի կարող իր հայցողությամբ պարզապես համաձայնվել։ Պետք է սկզբնական նպատական նշանակությունը պահպանվի։ Այսինքն մի փոքր այդ նպատակը սկզբնական նպատական նշանակության շրջանակներում կարող է փոխվել։ Եկեղեցու դիրքորոշում ասեմ այս օրենքի առնչությամբ, ասած շատ բարի։ Մենք համաձայն ենք, որ բայց համաձայնենք արդեն ավելի հիմնարար, այսպես ակնկալիքով, ընդհանրապես որևէ պաշտամունքային կառույց չպետք է օտարվի։ Այդ թվում նաև կառավարություն արգելել օտարումը առհասարակ։ Հատկապես արգելել։ Այսինքն եթե դուք մտավախություն ունեք, մենք այլ ավելի մեծ մտավախություն ունենք։ Միանում ենք ձեզ, այսուհետև արգելում ենք օտարումը, չհամաձայնվեցին։ Հետո եթե իսկապես դուք ունեք մտավախություն, բա ի՞նչն է խնդիրը։ Հասկանում եք, եկեղեցում մտավախություն չունես առում, ընդհակառակ ասում եմ, ընդհանրապես արգելենք։ Ձեր մտավախությունը դուրս գա։ Այստեղ միայն օրենքները չեն խնդիրը։ Ես 3 օրինագծեր եմ նշում, բայց դրանք փաթեթների մեջ տասնյակից ավել օրինագծեր են իրենց մեջ ներառում, հա։ Եվ այդ օրինագծերի ամեն մի քննարկում երբեմն պատկերացրեք, օրինագիծը մտցնում են քննարկման, հետո հետ են հանում են դուրս։ Իսկ իրականում փոփոխություն էլ չի լինում։ Չէ, չի լինում։ Բայց լինում է քննարկում։ Ուժերի ես մի կողմ թողնեմ, որ ռեսուրս են ծախսում։ Ստացվում է այդպես։ Թող հակառակ իրեն կապացեն։ Եթե դուք քննարկում եք հրատապեք համարում եւ այլն, հետո ինչ եք այդ օրինագծերը հանում, դե քննարկեք միջև վերջ տեսնենք։ Եվ երրորդ ուղղությունն այն է, ոչ մի օրենք էլ չենք փոխում, շարժում ենք այնպես, ինչպես արեցինք, ես իմ անունից ասում եմ, բայց ինչ չի, մեզ չի վերաբերում, մեթոդն եմ ուզում բացահայտել։ Լավ, օրենքի փոփոխությունը կարող է մի փոքր խնդրառույց լինել, կարող է, չգիտեմ, տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ։ Մենք օրենքը թողնում ենք նույնը, ենթաորիզոնական ակտերով կատարում ենք հսկայական փոփոխություններ։ Մի դեպքում, չգիտեմ, առարկան ենք անում դպրոցներից, այս դեպքում շատ ավելի լուրջ, ասես մի զարգացում տեղի ունեցավ եւ դուք դրան ծանոթ եք պաշտպանության նախարարությունը պարզապես որոշեցին որ հոգեվոր ծառայությունը պետք է լուծարվի եւ պաշտպանության գործող նախարարը ուժը կորցրած ճանաչեց Վազգեն Սարգսյանի կողմից ստորագրված համատեղ ընթորում ստորագրված որտեղ այդ ստորագրել էր նաեւ հայոց կաթողիկոսը ժամանակին Գարեգին առաջին այո եւ այդ հոգեվոր ծառայությունը ուղղակի լուծարվեց իհարկե իրան կարող են մեկնաբանել թե չէ մենք մեկ այլ կարգի եւ այլն հարգելիներս օրենքը չի ձեզ տալիս հնարավորություն որ դուք կարգ սահմանեք թե ինչպեսին պետք է լինի Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյան Ծառայական Սուրբ Եկեղեցու մասին օրենքը շատ հստակ ամրագրում է յուրաքանչյուր զորամասում պետք է եկեղեցին ինքը ունենա իր ներկայացիչը ոչ թե դուք նշանակեք ոչ թե դուք որոշեք ով կարող է լինել չգիտեմ գրել են չէ որ հոգեվոր Բայց հրամանը որոշումը այդպես էր որ իրենք կարող են նշանակել ավելի մոդելը արևմտյան մոդել հիմա լուծարումից հետո իսկ դա էլ է անօրինական ստացվում է Բա իհարկե բա եթե անօրինական չլիներ մենք ինչ ենք հիմա դրա մասին խոսում մենք ասում ենք որ դուք ընդամենը ստեղծել եք մի իբրև թե համակարգ, որով հոգեվոր ծառայությունը պայել եք, բայց իրականում հոգեվոր ծառայությունը լուծարել եք։ Եվ հոգեվոր ծառայությունը ձեզ համար դարձրել եք ինչ որ ենթակա մի կառույց, այդպես էլ կա, չէ՞, իրենց ինչ որ մի վարչության կառույցում պետք է գործի, օրենքը բոլորովին այլ բան է նախատեսում։
Եվ վերջնական նպատակներից մեկն էլ կարող է լինել այն, որ համադրությունը ընդհանրապես կամ ամբողջությամբ հանվի հայ եկեղեցու մասին դրույթը, կամ այնպեսի ձևակերպամբ խմբագրությամբ ներկայացի, որ ասեն դե կա, տեսեք, մենք խոստանում ենք, որ եկեղեցու վերաբերյալ դրույթը պահպանված է, բայց այդ դրույթը արդեն չի ունեն այն բովանդակությունային կշիռը, որ ունի հիմա։ Որտեղ մենք հիմա նույն կերպ խոսում ենք, ասենք, այլ փաստաթղթերի, այլ դրույթների մասին, դրանք նույն կշիռը այլևս չեն ունենա կամ ընդհանրապես կհանվեն։ Մի խոսքով վերադառնալով օրենսդրական նախաձեռնություններին, ընդհանրապես ձեզ ասեմ, որ մենք դեմ չենք, որ լինեն բարեփոխումներ նաև օրենսդրական։ Մենք ինքներս ենք բազում այդպիսի նախագծերով հանդես եկել, որոնք մերժվել են շատ հետևողականորեն։ Բայց ուղղակի խնդիրն այն է, որ օրենքը պետք կարգավորի հասարակական հարաբերություն, ոչ թե պարզապես դա դառնա նյութ, հարմար առիթ հակաեկեղեցական խոսի տնչեցնել, պետք է իսկապես ես վերեցի այդ օրինակը, որ ոչ մի բան չի կարգավորում։ Եվ մնացած բոլորը նույն դաշտից են։ Պարոն Դանիելյան, քանի որ անդրադարձակ սահմանադրության փոփոխություն է նախատեսում, մենք գիտենք արդեն այդ քաղաքական առաջարկությունը հասարակությանը տրվել է քաղաքական ուժի կողմից եւ հավանաբար եւ նաեւ հաստատվել է նախարարի մակարդակով, որ սահմանադրության փոփոխված տեքստը արդեն պատրաստ է։ Հանրությունը դրա մասին դեռ իրազեկված չէ, բարձ չէ նաեւ թե երբ կիրազեկվի, բայց սահմանադրական փոփոխություններում ինչ եք կարծում, որոշակի կլինեն որոշակի նաեւ այնպիսի կետեր, որոնք սահմանափակեն այսինքն ոչ միայն անկախության հռչակագիրը չի լինի, այլև կսահմանափակեն ազգային կառույցների, մասնավորապես հայ եկեղեցու գործունեությունը։ Գիտեք, մեծ հաշվով ես ինչ եմ ակնկալում, համոզված եմ, որ վերլուծելով պաշտոնական եւ հայտարարությունները եւ դիրքորոշումները տարբեր միջավայրերում հայտնված, որտեղի կունենա հետեւյալը։ Իսկապես այն խնդիրները, որոնց դուք անդրադարձաք, դրանք կամ տեղ չեն գտնի ամբողջությամբ, ինչպիսին օրինակ հռչակագիրը, կամ աղավաղված տեղ կգտնեն, դրա փոխարեն կլինեն երրորդական, չորրորդական հարցեր, որոնք միգուցե կարևոր են, բայց դրանք այնքան խիստ հրատապ չեն, որ անպայման դրա համար մենք նոր սահմանադրություն ընդունենք, դրանք միշտ էլ կարելի է անել այդ փոփոխությունները եւ դրանով խնդիրը կհամարենք լուծված, բայց այստեղ մի շատ կարևոր հարցադրում է ես կուզենայի անդրադառնալ, թեկուզ հենց կապված պատերազմի կուսակցությունը եկեղեցին, չգիտեմ, հռչակագիրը, ամեն անգամ հիշատակել է եւ այլն։ Մենք ինքներս մեզ դրել ենք շատ խոցելի վիճակում։ Ասկան մենք խնդիր ենք դրել, որ գնալու ենք մի ճանապարհով, բայց չենք հաշվարկել, այդ ճանապարհը կարող է մեզ տանել փակողի։ Մեր ընտրած ճանապարհը տանելու է փակողի, գոնե ես դրանում համոզված եմ։ Տեսեք, Միացյալ Նահանգների հետախուզության ծառայությունը արդեն հրապարակել են, չէ՞, այս դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության հետ կապված եւ միանշանակ հանգել են եզրակացության, որ խաղաղությունը խոչընդոտում է Ադրբեջանի իշխանության պահանջը հռչակագիրը տեքստից հանելու, նախաբանից հանելու առնչությամբ։ Հասկանալի է, որ իրենց չի ուզում նման պահանջները մեր պետության ինքնիշխանությանը հակասում են, չեն հակասում, դա առանձնապես դա մեզ պետք է հետաքրքրի, ես չի հետաքրքրում, բայց իրենք պրագմատիկ հաշվարկ են արել, որ այդ պահանջը խոչընդոտ է ստեղծում խաղաղության համար։ Ինչի, որովհետև որ ենթադրում են, որ հանրությունը ամեն դեպքում չի ընդունի, չի քվեարկի այդպիսի սահմանադրության օգտին։ Հələ քվեարկությունը հանգիստ է։ Այդ մասնակցությունը բավականին բարձր է, դա ձեզ համար համապետական ընտրություն չի։ Եթե այսօր մասնակցում է բնակչության 40 ընտրողների ներողություն ընտրական ռեգիստրում գրանցված ընտրական ձայն ունեցող քաղաքացիների 43%-ը ոչ մի խնդիր չկա։ Մենք կարող ենք ընտրություններ համարել կայացած։ Դրա անգամ եթե ինչ-որ մի հատված իշխանություններին ձայն է տալիս, իրենք ասում են ժողովուրդը մեզ ձայն է տվել։ Բայց դա իրականում գիտեք, անգամ 25%-ը չի կազմում։ Բայց դա օրենքով նախատեսված է համադրությամբ։ Հանրակրվեի դեպքում դա հնարավոր չէ։ Հանրակրվեի դեպքում պետք է մասնակցի առնվազն 50%-ը։ Մասնակցի, ես դեռ չեմ ասում ինչպես պետք է քվեարկեն։ Մենք չենք ունեցել նման մասնակցություն։ Եվ մանավանդ երբ վիճահարույց խնդրահարույց նախագիծ եք դնում հանրակրվեի, ուրեմն առավել եւս դուք հասկացեք, որ այդ գրավչությունը չկա։ Եթե պարզապես դնում ենք մի համադրություն, որի առնչությամբ սուր տարաձայնություններ չկան, այստեղ հավանականությունը հնարավոր է, որ ինչ որ քարոզչական աշխատանքների վարչական ռեսուրսների օգտագործման միջոցով դրան հասնենք։ Դրա հնարավորությունը այստեղ ուղղակի բացառվում է։ Եվ Միացյալ Նահանգներում դա հասկացել են։ Եվ ասում են, սա խոչընդոտ է։ Որտեվ դուք տեսեք քվեարկության անցակ։ Իմաստը քվեարկության այդ մասնակիցների առնվազն 50%-ը պետք է կողմ քվեարկի։
Դուք պատկերացնում եք ինչ բարձր պահանջներ են, եւ այս կարգը չի կարող փոխվել։ Քանի դեռ դուք համանդրությունը չեք փոխել, նոր համանդրություն չեք ընդունել, եւ այս կարգը ոչ թե մենք ենք օրինել, սա միջազգային չափանիշն է, բոլոր երկրների համանդրություններում կա։ Ու բացառությամբ հասկանալի է Ադրբեջանի, ինչի որտեղ Ադրբեջանը փոխել է համանդրությունը այնպես, որ ունենան ՑՄ նախագահ, հիմա որպեսի ինչ-որ մեկ ուզեն այդ համանդրությունը փոխի, որ իբրև թե չունենան ՑՄ նախագահ, հնարավոր չի, իրենց ավելի խիստ է։ Մեր միջին այդպես ոնց որ թե պահանջների բավարարող փաստաթուղթ է, բայց անգամ այդ միջինը հնարավոր չի ապահովել։ Դուք հիշեք 23 թվականի, ասենք, Երևան քաղաքի ավական ընտրություններին քանի տոկոսը մասնակցեց մայրաքաղաքի, որտեղ շատ ավելի ընտրողներ կան, քան հանրապետությունում, 28.4%։ Դե իմ 28.4%-ը համատեք 50%-ի հետ, այնտեղ գոնե երբ անձի տեխնացիոն է, կուսակցության տեխնացիոն է, մարդկանց հետաքրքրությունը ինչ-որ միտեղ հոգեբանորեն շատ ավելի մեծ է։ Նախատրամադրված են գնան ինչ-որ մի քաղաքական ուժի ձայն տան, այստեղ ընդամենը ներկայացվում է մի փաստաթուղթ, որ իբրև թե խնդրահարույց է, պատերազմի համար նպաստող փաստաթուղթ է, մարդիկ շատ լավ հասկանում են, որ իրականում ավելի շատ քաղաքական սրանք խոսույթ է, բայց ոչ իրականությանը շատ մոտ։ Եվ հիմա ես վերադառնում նրան, թե ինչ ենք մենք գնում փակուղի։ Արդեն փակուղի է, որտեղ դուք եք գնահատում, որ հռչակագիրը ըստ էության խնդրահարույց է, դա կարծես թե պատերազմ նախաձեռնելու իբրև թե հիմք է, բայց մի կողմից ես հուշում են մարդիկ, որ հաջողություն չեք ունենալու։ Բայց եթե չեք ունենալու, ոնց եք պատասխանելու հետո, որ դե մենք գնահատել ենք արդեն համանդրությունը ըստ էության խոցելի, բայց ձեր խոցելի համանդրությունը մնացել է ուժի մեջ։ Իսկ օբյեկտիվորեն, եթե անաչառ դիտարկենք հռչակագիրը, կնկատենք, որ նախ հռչակագրի ոչ բոլոր կետերը են համարվում պարտադիր, նախաբանում ընդամենը խոսքը գնում է ոչ թե հռչակագրի անխտիր բոլոր կետերի ամրագրված, այլ հռչակագրում ընդամենը արտացոլված ազգային հիմնարար սկզբունքների մասին։ Իսկ այս սկզբունքներով պետք է ղեկավարվել։ Եթե ձեզ մտավախությունը ընդամենը մտավախության տեղիք է տալիս այն, որ այդ հռչակագրում խոսք կա նաև ընդունենք անկախացած Արցախը ճանաչելուն եւ վերամիավորման մասին, հարգելենս, այդտեղ խոսքը վերաբերում է ընդամենը ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու մասին։ Ինչու միջազգային իրավունքի նորմ է եւ ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետություն պետք է հարգի այդ իրավունքը։ Դուք չեք կարող ասել, որ մենք այլևս դա չենք հարգում, դա վտանգավոր ենք համարում։ ՄԱԿ-ի անդամ պետության կարգավիճակը հենց այնպեսին է, որ այս միջազգային պարտավորություններով պետք է ղեկավարվեք։ Մի պետությանը կարող է դուր չգալ, այդ դեպքում դուք կարգավոր եք, մի չեք ուզում մի ճանաչեք։ Բայց չեք կարող ասել, որ ես համանդրությամբ արգելում եմ ճանաչելը։ Դա ընդհանրապես միջազգային իրավունքի կրկնություն է։ Եվ առավել եւս դա ընդհանրապես ամենը 1000 անգամ արդեն ասել ենք, ես ուղղակի մեկ անգամ եւս արդից հոգնում, տարածքային հավակնությունների մասին խոսք չկա։ Եթե դա Ադրբեջանն է ասում, մենք չպետք է ասենք, որ ինքը իր կարողությունների շրջանակներում ընդհանրապես այդ մարդը Ալիևը այդպես է դատում։ Հետո եւ ասենք լավ դա պահանջ չէ, մենք ենք այդպես գտնում։ Ավելի լավ է ասենք, որ դա պահանջ է, մենք ստիպված այդ պահանջը պետք է կատարենք, քան ասում ենք մենք ենք այդպես կարծում։ Դե եթե մենք ենք այդպես կարծում, դրա համար է փակուղի են գնալու։ Եվ Միացյալ Նահանգների իրավասու կառույցները մեզ դա են հուշում, որ գտեք լուծում, դա լավագույն լուծումը չի, այդ լուծումը տանում է փակուղի, այդ լուծումը էլ ավելի է սրելու։ Եթե կան կոնֆլիկտներ, որոնք իրականում կան, բզանք պետք է լուծվեն։ Լուծվեն առողջ բանակցությունների արդյունքում։ Չստացվեց մի օր, դա կստացվի հաջորդ օրը, բայց հետևողականորեն պետք է այդ բանակցությունները տարվեն եւ պետք է հասկանալի դարձնենք բոլոր հարթություններով, որ այդ անվերջանալի պահանջները բավարարելը թույլ է տալիս ինչ որ մի պահ ուղղակի այդ չնկատելու, այսպես ուղղակի ինչպես ասում են շղաշով ծածկելու կոնֆլիկտները, բայց նրանք չեն վերանում։ Խաղաղությունը գալիս է միայն այն ժամանակ, երբ դուք այդ կոնֆլիկտները ոչ թե ասում եք գոյություն չունեն, արգելում են եւ այլն, չի լինում արգելել, այլ երբ դրանց լուծում եք տալիս, անաչառ լուծում եք տալիս, միջազգային իրավունքից բխող լուծումներ եք տալիս։ Չլուծելը ամենտեղ է այդպես։ Ընտանիքում էլ եթե կան կոնֆլիկտներ, դուք չեք լուծում, չեք նկատում, այդ կոնֆլիկտները վաղ թե ուշ ի հայտ են գալիս եւ ամբողջ ընտանիքը քայքայում են։ Հետևաբար մտածել, որ դե եթե եկեղեցին կուսակցություն չի, ոչ էլ երբևիցե ձգտում է, եւ եթե եկեղեցին երբեմն բարձրաձայնում է հարցեր, որ ընդունեն կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, որ արցախցիների վերադարձի հարցը վերջին հաշվով եկեղեցին առաջներդ խոսում է Բաքվում ռազմագերիների մասին, գերեվարված ռազմագերիների մասին, որոնց շինծու դատավորություններով մեղադրանք է առաջադրվել եւ ոչ թե իրենց, այլ ամբողջ պետությանը, որովհետեւ եթե այդ մարդիկ քաղաքական ռազմական իշխանության վերնախավն են,
եւ արդեն գնահատվել են, որ իբրև թե իրենք կատարել են մարդկայնության դեմ ծանր հանցագործություններ, ագրեսիա եւ այլն, դա պետությանն է վերաբերում։ Եվ եթե մենք չենք պահանջում, մենք ոչ միայն պարզապես պահանջենք, ասենք, տվեք բարեկամ դրսևորեք, այլ որ դուք ակնհայտ կեղծ դատավարություններ եք անում եւ մեզ եք մեղադրում, հարգելիներս, այդ մարդիկ իհարկե տուժում են առաջին հերթին, իրենք պատիժ են կրում եւ ծանր պայմաններում։ Զրկված են անգամ հոգեվոր ծառայություն սպասարկումից, բայց մեկը դրա պատասխանատուն դառնում է պետությունը։ Հիմա եթե մենք ուզում ենք լրել, ասում ենք դե որ չխոսենք լավ կլինի, գուցե մի պահ մի շատ կարճ ժամանակ լավ լինի։ Կոնֆլիկտները լուծում են իրեն։ Սրա մասն է խոսքը։ Եվ մի բան էլ ու ավարտեմ, գիտեք ինչ, երբեմն լինում է նաև այսպես մեղմ ասած, իբր թե սրտացավ առաջարկություններ, չէ, Ժիրայր Լիպարյանը վերջերս հանդես եկավ իր առաջարկությունով, այդ առաջարկությունը սինոդալ կառավարում նախատեսենք եւ այլն։ Գիտեք ինչ, չէ, եկեղեցու միամիտ այդ աստիճանի միամիտ մարդիկ չկան։ Սինոդալ կառավարման իմաստը եղել է եւ ի հայտ է եկել հենց այն ժամանակ, երբ Թուրքիան, հետո նաև Ռուսաստանը փորձել են ունենալ այնպիսի կառավարման համակարգ եկեղեցուն, որի միջոցով իրեն կարողանան թելադրել եկեղեցու գործունեությունը վերահսկել եւ չեզոքացնել կենտրոնացված ղեկավարումը վեհապար տիրոջ կողմից, որովհետեւ գաղութատեր պետությունը առաջին հերթին ձգտում է իշխանություն ունենալ հզոր հոգեվոր կառույցի նկատմամբ, աշխարհի կառույց արդեն չկա, հոգեվոր կառույցը իր համար խնդրահարույց է եւ սինոդալ կառավարումը հենց դրան է բերում։ Հիմա երբ դուք առաջարկում եք, ցավոք նաև եկեղեցու ներսում էլ, մեկ-երկու մարդիկ կան, ասում են դե դա ընդհանրապես ուզում եք որ լինի այնպեսի մի կառավարում, որը վերահսկելի է դարձնում եկեղեցին արտաքին ուժերի համար։ Եվ հարցը դե ինչի՞ կուզենանք դա։ Ինչի՞ պետք է դրան ձգտենք, այդ դա չեմ հասկանում։ Ավելին ասեմ, սկզբից ներքին ուժերի համար, ներքին իշխանության համար, հետո նաև արտաքին։ Դա աստված, որ մեր ներքին իշխանությունը որևէ ազդեցության տակ չի գտնում արտաքին ուժերի հետ։ Ենթադրենք դա ընդունենք որպես ինք, բայց դա մեզ համար ընդունելի չի, որ ներքին ուժերը կարողանան եկեղեցին վերահսկել, ես նպատակների մասին եմ խոսում, բա միգուցե նպատակներից մեկն հենց դա է։ Պատահական չէ, որ մեր փաստորեն զրույցը սկսեցինք որպես Գերագույն հոգևոր խորհրդի անդամ ձեզ քննչական կոմիտե հրավիրելուց, բայց ավարտեցինք գաղութացման եւ ինքնիշխանության կորստի վտանգով։ Հիշեցնեմ, որ մեր տաղավարում Գերագույն հոգևոր խորհրդի անդամ իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանն էր։ Զրույցները կշարունակվեն։ Ամենայն բարիք։